Հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, նրա պաշտոնավարումը որպես քաղաքապետ կասեցվել է, հակակոռուպցիոն կոմիտեն Ղուկասյանին ու եւս 7 հոգու մեղադրում է 4 միլիոն դրամ կաշառք վերցնելու համար։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։ Մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում, այդ թվում նաեւ այնպիսի քաոս, որ մարդիկ իրենց ջղայնությունը ավելի ընդգծված արտահայտեն, որովհետեւ այլ կերպ ես սա չեմ կարող բացատրել, որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավորել հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի։ Գյումրիի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված 33 քաղաքացու ձերբակալել են, հարուցվել է քրեական վարույթ, զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով հայտնել է քննչական կոմիտեն։ Ձերբակալվածների մեջ է նաև Մերձևով շարժման անդամ իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանը։ Շարժումը հայտարարություն է տարածել ուշադրություն հրավիրելով փաստին, որն արձանագրել են նաև ուղիղ եթերում աշխատող լրատվականները։ Տեսանյութում երևում է, որ Մխիթարյանը մինչև բերման ենթարկվել է, ձեռքերը վեր պարզած հանդարտության կոչ է անում ոստիկաններին ու քաղաքացիներին։ Հայաստանի խորհրդարանում պատգամավորները բանավիճել են Գյումրու ընդդիմադիր քաղաքապետի կալանավորման վերաբերյալ։ Մեծամասնություն քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը դուր չի եկել պատգամավորի հիշեցումը Հայաստանում բոլոր ընդդիմադիր քաղաքապետերի դեմ քրեական գործեր բացելու եւ ազատազրկելու վերաբերյալ Քաջարանից մինչև Գյումրի ու Վանաձոր։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա, եւ այդ դատական համակարգի մասին, որ խոսում եք, ավարտում եմ հիմա հանգիստ, դատական համակարգի մասին, այդ հարգանքի, Արտուր Հովհաննիսյան, Տիկնոջ խոսափողը։ Իդեպ քաղաքացիական պայմանագիրն այսօր դեմ է քվեարկել ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության առաջարկած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագծին։ Նախագիծը Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար էր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելյացին այս նախագծին եւ իմպիչմենտի բոլոր հնարավոր մեռելյացին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարության միջոցով։ Ասում են ճգնաժամ չկա, մի հատ էլ գնացեք Բագրատաշեն եւ մյուս անսահմանային անցման կետեր տեսեք, կա ճգնաժամ թե չկա։ Ես երբևիցե սուտ չեմ խոսում։ Ընդդիմադիր ակտիվիստ Արտուր Չախոյանին ծեծել է, նա ահազանգել է Երևանի ավականու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է միջադեպը, հայտնելով, որ մեկ անձ ձերբակալվել է, քրեական վարույթ է բացվել։ Մեսրոպ Մանուկյանը պնդում է, որ ծեծի միջադեպը ուղղակիորեն կապված է Չախոյանի վերջին բացահայտումներից մեկի հետ։ Ակտիվիստը հրապարակում էր արել Երևանում նոր շուկայի վերաբերյալ, որն ըստ Չախոյանի կառուցվում է առանց շինթույլտվության։ Իդեպ Չախոյանը ծեծի մասին զանգել եւ հայտնել է ոստիկանության Նորքի բաժին, սակայն նրան պատասխանել են, որ բաժնում ոստիկաններ չկան, որպեսզի մոտենան դեպքի վայր։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը ներքին գործերի փոխնախարարի հետ հարցուպատասխանի ժամանակ։ Քաղաքացուն ծեծել են, ահազանգել է, ոստիկանները չեն կարողացել ժամանել, ասելով, որ բավարար ուժեր չունեն։ Քաղաքացին իր ոտով գնացել է ոստիկանության բաժին հաղորդում տալու։ Որ քաղաքացին զանգել է եւ ինչ-որ նկարագրեցիք, ոստիկանական արձագանք ինչպես է տեղ ունեցել, դեր ասացի հանգամանքները անպայման կպարզեմ ես եւ կհասկանամ ոնց է տեղ ունեցել այս ամեն ինչը եւ համապատասխան ուսումնասիրություններ կիրականացվի այս մասով։ Երևի մեր իշխանությունները ուշադրություն չեն դարձնում հարցի լրջությանը, զբաղված են կամ լայվերով, կամ ստատուսներով, կամ էլ հեծանիվ քշելով։
Հայաստան-Վրաստան սահմանային 3 հիմնական անցակետերը բեռնատար մեքենաների համար գիշերվանից կատվածահար են, անցնել կարող են միայն թեթև մարդատար մեքենաները։ Բավրա, Բագրատաշեն եւ Գոգավան տանող ճանապարհները փակել են հայ բեռնափոխադրողները եւ պահանջում են Հայաստանի իշխանությունը բանակցություններ սկսի ռուս գործընկերների հետ, որպեսզի Դաշնությունում ընդունված միգրացիոն նոր օրենքը չտարածվի ԵԱՏՄ անդամ Հայաստանի վարորդների վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այլ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ եւ իմ տեղեկություններով արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը վերացվել է, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում եւ նշել, որ նման մի բեռ ղազախական հացահատիկ արդեն Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով։ Ղազախական ծորենի մասին Ալիևի խոսքը պարզաբանել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, հայտարարելով, որ շուտով Ակտա ու Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ծորենի առաջին խմբականակը։ Ալիևի հայտարարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետությունը, հայտարարել է վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը։ Նազելի Բաղդասարյանի կարծիքով այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համար։ Ալիևը նաեւ ասել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջ, եթե մյուս երկրներում նույնպես շինարարությունը ընթանա նույն արագությամբ, ինչ Ադրբեջանում։ Ժնևում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները, Ալեն Սիմոնյանի եւ Սաիբա Գաֆարովայի հետ է եղել նաեւ միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը։ Այս օրերին Ժնևում ընթանում է միջխորհրդարանական միության 151-րդ վեաժողովը։ Կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Նա հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Նշվում է Մայրաթորի հայտարարությունում Տեր Արամը առաջին գործող հոգեվորականն էր, որ միացել էր Նիկոլ Փաշինյանի սկսած հակաեկեղեցական արշավին եւ հայտարարել է, որ իրեն հարկադրել են մասնակցել ընդդիմության ցույցերին։ Այդ հայտարարության հիմքով ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոնիսյանը, ինչից հետո կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդն ու մի քահանա։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք։ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքը ուժի մեջ կմտնի ավելի շուտ 2026 թվականի հունվարի 1-ից, հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը սակայն չի պարզաբանել, թե ինչու է փոխվել օրենքի կիրառման ժամկետը։ Սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կնոջ եւ ընտանիքի մյուս անդամների ուղեկցությամբ եկել է Փարիզ 5 տարվա ազատազրկման պատիժը կրելու։ Նրան իրավապահներն ուղեկցել են մենախուց։ Անցած ամիս դատարանը Սարկոզին մեղավոր էր ճանաչել 2007 թվականի նախագահական քարոզարշավի համար Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամմար Քադաֆիի կառավարությունից ֆինանսավորում ստանալու համար։ Բանտ գնալուց առաջ Ֆրանսիայի նախկին ղեկավարը X-ի միկրոբլոգում գրել է, որ ինքը անմեղ է։ Սարկոզին դարձել է Ֆրանսիայի առաջին նախկին ղեկավարը, որը բանտարկվում է։ Սարկոզին նաև արևմտյան առաջին առաջնորդն էր, որը Քադաֆիի տապալումից հետո իշխանության եկած ուժերին ճանաչել էր որպես Լիբիայի օրինական ղեկավարներ։ Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը։ Լավրովն ու Ռուբիոն կառուցողական քննարկում են ունեցել, հայտնել է ռուսական կողմը։ Պուտին-Թրամփ հանդիպումը պլանավորվում է Հունգարիայում հոկտեմբերի վերջ։ Գլխավոր հարցերից մեկն այն է, թե եվրոպական որ երկրների վրայով պետք է թռչի Պուտինի օդանավը, քանի որ Դաշնության առաջնորդի տեղաշարժը Եվրամիության օդային տարածքում արգելված է։ Այսօր հայտնի է դարձել, որ Բուլղարիան պատրաստ
պատրաստ է իր օդային դարպասները բացել ռուսական համար 1 օդանավի համար։ This week we aim to Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ հատուկ դատարան ստեղծելու մասին։ Այդ նախաձեռնությանը միացել է Եվրաընտանիքի անդամ պետություններից 25-ը, դեմ են Հունգարիան եւ Սլովակիան։ Դատարանը պետք է քննի Մոսկվայի ագրեսիվ գործողությունները։ Հատուկ դատարանի ստեղծման համար 10 միլիոն եվրո կտրամադրվի։ Անդրադառնալով Պուտինի Հունգարիա հնարավոր այցին, Եվրապաշտոնյան հայտարարել է, թե տհաճ է տեսնել մի մարդու այցը եվրոպական երկիր, որին ձերբակալելու հրաման է տվել միջազգային քրեական դատարանը։ Ըստ նրա, ԱՄՆ-ն ունի Ռուսաստանին ճնշելու բազմաթիվ հնարավորություններ եւ գերազանց կլինի, եթե նա օգտագործի այդ հնարավորությունները։ Պուտինը լրջորեն կբանակցի միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ պարտվում է։ Այս ամենին զուգահեռ Ռուսաստանը կարծում է, որ եվրոպական երկրները իր դեմ պատերազմի են պատրաստվում։ Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ եվրոպական ռազմական արդյունաբերությունը սկսել է մի քանի անգամ մեծացնել իր արտադրության ծավալները։ Կանոնավոր կերպով իրականացվում են մոբիլիզացիոն վարժանքներ, իսկ բնակչությանը շարունակաբար քարոզում են, որ Մոսկվայից անպայման հարձակում է լինելու։ Ըստ Նարիշկինի, Բրիտանիան եւ Եվրամիության առաջատար երկրները Ռուսաստանի դեմ օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները, նույնիսկ ահաբեկչական գործողություններ։ Против интересов